Հայաստանի հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախնական տարբերակն անցնող շաբաթ խորհրդարանում էր։ Կառավարության ամբողջ կաբինետը շուրջ մեկ շաբաթ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ներկայացրեց երկրի ֆինանսական կառավարման ուղեցույցը։ 2026-ի պետական բյուջեի հիմնական ուղղություններն ու վարած տնտեսական քաղաքականության արդյունքները մեկ ժամից ավելի մանրամասնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ ֆինանսական ցուցանիշներին անցնելը կառավարության ղեկավարը շեշտեց. Հայաստանի Հանրապետության բյուջեն առաջին անգամ է, որ քննարկվում է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։ Նաև առիթից ուզում եմ օգտվել եւ եւս մեկ անգամ վերահաստատել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն եւ այդ խաղաղությունը արդեն ունի կոնկրետ պարամետրեր, կոնկրետ վիճակագրություն։ Ուզում եմ ընդգծել, որ արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել եւ կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր անկախության պատմության մեջ մենք երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել։ Խոսելով հաստատված խաղաղության վերաբերյալ վարչապետն ընդգծեց, որ այդ իրողությունն իր հետ նոր փաստեր ու հանգամանքներ է ի հայտ բերում։ Մասնավորապես նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարածման սահմանափակումները։ Սա ըստ էության պատմական իրադարձություն է եւ նշանակում է Հայաստանի Հանրապետության շրջափակման հաղթահարման առաջին փուլը, բայց կարևոր է նաեւ, որ Հայաստանն էլ արձագանքող լինի։ Ի պատասխան Բաքվի չի ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը։ Այս պահին մեր արձագանքը հետևյալն է, նշեց վարչապետն ու հավելեց, որ Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով, այսինքն եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին ուղևորվելու համար դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա, մեր ճանապարհները միջև Գորիս, միջև Կորնիձոր գտնվում են լավ վիճակում եւ գիտեք, որ Կորնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք մենք ունենք եւ կարող ենք սպասարկել այդ թվում հակառակ ուղղությամբ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության մեկնարկային փուլը նշանավորվեց Ադրբեջանի կողմից ղազախական հացահատիկն իր տարածքով Հայաստան տեղափոխելու թույլտվությամբ։ Դա տեղի ունենալու Ադրբեջան-Վրաստան, Հայաստան երկաթուղային երթուղով, այսինքն ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ եւ մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները։ Վերոնշյալը, որպեսզի լիարժեք լինի, կառավարության ղեկավարը նշեց, որ առաջիկայում պետք է ինտենսիվ զբաղվել Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրի 3-րդ եւ 4-րդ կետերի լիարժեք իրականացմամբ։ Փաշինյանը մանրամասնում է կետերն ու շեշտում, որ վերահաստատել ենք ներպետական երկկողմ եւ միջպետական փոխադրումների համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման կարեւորությունը, հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Վարչապետի դիտարկմամբ այս ջանքերը կներառեն Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, մեզ համար միջազգային եւ ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով, իսկ 4-րդ կետը հետեւյալն է։ Հայաստանի Հանրապետությունը աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Այս համատեքստում Փաշինյանն անհրաժեշտ է համարում այն, որ պետք է նաև հարաբերվել իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է։ Հայաստանի Հանրապետությանը ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը իր անկախության առաջին օրից եղել է կոնֆլիկտի մեջ, եւ մենք պետք է շատ ուշադիր լինենք այդ խնդիրը լուծելու համար, եւ սա կարևոր բաղադրիչ է խաղաղության նկատմամբ
խնամք տանելու անհրաժեշտության առումով, որովհետև մենք պետք է հաստատված խաղաղության նկատմամբ խնամք տանենք, որպեսզի այն ուժեղանա, ամրապնդվի, դառնա առավել ինստիտուցիոնալ։ Վարչապետի խոսքով խաղաղության հարցում վճռորոշ են լինելու 2026-ի խորհրդարանական ընտրությունները։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակը Հայաստանը յետ գլորելն է կոնֆլիկտի եւ ֆորպոստի տրամաբանության մեջ, ուզում եմ ընդգծել, որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաեւ իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը։ Վերադառնալով 2021 թվականի ընտրություններին վարչապետը խոսեց ապագա կա կարգախոսից։ Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ։ Էսա այդ ապագան, որի մասին մենք խոսում ենք։ Եվ շատ կարևոր եմ համարում, որ մենք ապագայի հետ կապված մեր ընկալումները փոխենք, որ եւ հասկանանք, որ ապագան այլևս հեռավոր, որոշակի կասկածելի երևույթ չի։ Ապագան մեր այսօրվա ամենօրյա կյանքն է։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ այսօր գլխավոր դերը վերապահված է պետությանն ու պետականությանը։ Նշանակություն, որ առանցքային է խաղաղության օրակարգի սպասարկման հարցում։ Խոսելով նախկին ու ներկա պատկերացումների շուրջ վարչապետը փաստեց։ Նախորդող շրջանում ձևակերպված թե չձևակերպված, գիտակցված թե չգիտակցված, ըստ էության մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը հենման կետ է բնույթով այլ պետություն ունենալու համար։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության իր միջազգայինորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով եւ նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը ապահովելն է։ Եվ մեր բոլոր ռազմավարությունները ներառյալ անվտանգային, պաշտպանական եւ այլն տեղավորվում են այս տրամաբանության մեջ։ Սա շատ կարևոր նրբություն է։ Խոսելով բանակի ռեֆորմներից կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ բանակը մեծ տեմպերով զարգանում է ու հավելեց, զարգացվում է նաև բանակի հայեցակարգը։ Մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։ Եվ մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք եւ վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ։ Անդրադառնալով պետական բյուջեին Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, պետական բյուջեն մեր հանրապետության ամբողջ կյանքը կազմակերպելու ներառյալ յուրաքանչյուր քաղաքացու կենսագործունեության մասին է։ Կառավարության ղեկավարը կարևոր է համարում քաղաքացիների հետ մանրամասն խոսելը առ այն, թե ինչ է եւ ինչպես է ձևավորվում պետական բյուջեն։ 26-ի հունվարի 1-ը Փաշինյանը բյուջեի տեսանկյունից որակում է զրոյական կետ, որը փոխվում է վճարումների միջոցով, ավելացված արժեքի հարկ, ակցիզային ու եկամտային հարկեր, սոցիալական վճարներ, շահութահարկ, շրջանառության հարկ, պետական տուրքեր ու մաքսատուրքեր։ Բյուջեի պատկերացումների համատեքստում վարչապետը մատնանշում է հաջորդ սկզբունքը։ Պետական բյուջեն մեր համատեղ աշխատանքի արդյունավետության արգասիքը եւ արդյունքն է։ Ընդ որում ես էլի ուզում եմ վերադառնալ իմ այն պնդմանը, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, որևէ ընտանիք ինքը իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, քան դա անում է պետական բյուջեն։ Հաջորդի վարչապետը հավելում է, պետական բյուջեն է, որը ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը։ Բավարար չի անվտանգությունը եւ բարեկեցությունը։ Ուրեմն պետական բյուջեն բավարար չի։ Բավարար չի պետական բյուջեն, ուրեմն մենք բավարար չափով հազար ներողություն գիտեմ, որ սենց հայտարարությունները նաև նյարդայնացնում են։ Ուրեմն մենք բավարար չափով արդյունավետ չենք աշխատում։ Ծախսերի հատվածում Նիկոլ Փաշինյանը կարևորում է դրանց բյուջետային լինելը, քանի որ ըստ վարչապետի հակառակ պարագայում գումարը ծախսվում է, սակայն խնդիրը չի լուծվում։ Մեծ մասը ցավոք սրտի այդ այսպես կոչված բարեգործական նպատակներով կառուցված բաները իրանք մի ռեպորտաժի կյանք ունեն կամ 4 ռեպորտաժի կյանք, որտեղ հավաքվեցինք, նկարվեցինք եւ ես
Ես անկեղծ ասած ես շատ բան ունեմ, նյարդ ունեմ կուտակված այն դեպքի համար, երբ որ մարդիկ ասենք ենթադրենք 100,000 դրամի բարեգործություն են անում, 4 միլիոն դոլարի գովազդ են անում։ Կառավարության ղեկավարը խոսեց տնտեսական զարգացումներից ու ներկայացրեց վիճակագրական տվյալները ընթացիկ տարվա բյուջեի եկամտային մասով։ 2018-ի համեմատ այն ավելացել է 781 միլիարդ դրամով։ Սա նշանակում է, որ 2018 թվականի առաջին կիսամյակի բյուջեի կողքը եկամուտների մի հատ էլ նույն չափով եկամուտներ են ձևավորվել։ Այս ձևակերպումը Փաշինյանը համարում է համընդհանուր։ Իսկ արդեն 2026-ի մասով ակնկալիքները հետևյալն են։ Եկամտային մասը ըստ էության մենք նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 միլիարդ դրամով կամ 8.9%-ով։ Խոսելով հաջորդ տարվա ծրագրային ուղղություններից վարչապետն առանձնացրեց առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետև ծախսերը ամբողջը կանի կառավարությունը ադապտացիոն է շրջանում, նաև հետագայում կառավարությունը նախատեսում է, որ պետք է ապահովի մինչև 18 տարեկան երեխաների, օրինակ 65+ տարիքի թոշակառուների առողջապահության ապահովագրություն եւ նաեւ որոշակի սոցիալական խմբերի։ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների բնակապահովման եւ այլ կարիքների խնդիրների հասցեագրմանը, հայտարարեց վարչապետը։ 2026-ի համար կվերանայվի անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի վերադարձի համակարգը։ 2026 թվականին սա հասնելու է 20%-ի ներկայիս 12%-ի փոխարեն։ Կներդրվի նաև համընդհանուր հետվճարի համակարգ, որի համաձայն բոլոր քաղաքացիներն անկանխիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոսը հետ կստանան։ Անկանխիկ առևտրի 2%-ը քաղաքացիները էլի հետվճարի ձևով կստանան։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը 2026-ին կհասնի իր տրամաբանական ավարտին։ Մեզ թվում էր, թե 300 դպրոց կկառուցենք եւ երկրում դպրոցների պահանջարկը դրանով կբավարարվի։ Եվս 3 հատ 300 պետք է կառուցենք, որպեսզի կրթության պատշաճ մակարդակ տեղի ունենա։ Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է բարձր մնալ, պետք է հասկանալ երևույթն ու պատճառները։ Վարչապետը մատնանշում է նաև աղքատության հաղթահարման ուղիներն ու փաստում միակ ճանապարհը գիտելիք ստանալն ու աշխատելն է։ Աղքատության հաղթահարումը ո՞նց ենք պատկերացնում։ Տանենք ամեն աղքատի ամիս 2 միլիոն դրամ տանք։ Նախ դա էլ չի հաղթահարելու աղքատությունը, որովհետև այդ 2 միլիոն դրամը ծախսելու գիտելիք էլ է պետք ունենալ։ Եվ երկրորդ այդ 2 միլիոն դրամը որտեղից տանք, ում հաշվին տանք։ Մտածելակերպի փոփոխության մեջ պետք է արմատավորվի սպառողական կուլտուրա հասկացությունը, հիշեցնում է վարչապետն ու փաստում, գումար ծախսելը եւս հմտություն է պահանջում։ Ամեն նոր տարուց հետո մենք քանի համախառն, քանի միլիարդ դրամի ապրանք ենք տանում լցնում աղբանոցը։ Այս ամենով հանդերձ կառավարության ղեկավարն ընդգծում է հանրային խնդիրները ճանաչելու, դրանք տեղորոշելու եւ լուծելու միակ մեխանիզմը պետական բյուջեն է։ Եթե մենք հաշվենք, թե մենք մեզնից յուրաքանչյուրը մեր կյանքում չվերցրած ՀԴՄ-ների արդյունքում կամ ՀԴՄ չվերցնելու արդյունքում ինչքան եկամուտա շրջանցել Հայաստանի Հանրապետության բյուջեն, հավաստիացնում եմ, խոսքը ոչ թե միլիոնների, խոսքը ոչ թե միլիարդների, խոսքը տրիլիոնների մասին է։ Տրիլիոնների մի մասն անվերադարձ կորել է, մի մասն էլ ինչ-որ ձևով հնարավոր կլինի վերադարձնել ապօրինի գույքի բռնագանձման միջոցով, ավարտին նշեց վարչապետն ու արձանագրեց, որ մեր խնդիրը այլևս այդ տրիլիոնները չկորցնելն է, պետք է կենտրոնանալ այն գաղափարի շուրջ, որ պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի եւ մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն է։